Մեծ սաղը մոտիկ է, սպասարկել այդ սպասարկման շրջանակներում ինքը պետք է որոշակի գործողությունների դիմի, որպեսզի վերարտադրվի։ Տեսնում է, որ մենք Բարգավաճ Հայաստանը, Մայր Հայաստանի դեմոկրատական այլընտրանքը, որ միասին են մասնակցում, բավական ակտիվ դերակատարում ենք ստանձնում, մեր վարկանիշը ամենօրյա ռեժիմով աճում է եւ ահա նրանք փորձում են խոչընդոտել մեր քարոզությունը, մեր գործունեությունը, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ պետական դավաճանը, այսինքն ինքը ինչքան էլ բարձր գոռա բռնեք դավաճանին, դրանից իր դավաճանությունը չի մեղմվում, այնպես որ ինքը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, այս ամեն ինչը անցնելու է գնա, բայց իր այս ճղճիմ քայլերը մնալու են։ Հայցեր, հիմա պատրաստում են մեր իրավաբանները հակընդդեմ հայցերի մասով եւ նաեւ պետք է տեղեկացնեմ, որ հիմա կոնկրետ ձևակերպումները չեմ տա նախաքննական գաղտնիքից ելնելով, բայց այնպիսի անհեթեթ ձևակերպումներ կային եւ որոշման հետ կապված այնպիսի տողեր կային բացակայող, որոնք օրենքով սահմանված կարգով պետք է լինեին, որ անհասկանալի է դառնում օրինակ, թե ինչ են եկել խոզարկելու եւ մեր գրասենյակը կուսակցության եւ իմ բնակարանը եւ հիմա նաեւ իմ ավտոտնակը։ Դե այնի շո դուք տեսել եք այդ հեքիաթը, որ տարածվել էր քննչական կոմիտեի կողմից, դա է։ Ինչ Չգիտեմ, մեր ընտանեկան մի խոսքով է, ես իրավունք չունեմ։ Դե դուք տեսաք արդեն ինչեր էին հանում։ Դե ես նախաքննությամբ ստորագրություն եմ տվել, որ իրավունք չունեմ բացահայտելու, մնացածը հավաստիացնում եմ ձեզ վաղուց մեր կողմից մոռացված իրեր։ Պարոն Թևանյան, այս պահին կհնգնում է դատախազության միջնորդությունը հետապնդում հարուցելու եւ չի բացառվում, որ եթե համաձայնություն տան, ապա ձեզ ձերբակալելու որոշում կկայացնեն, հետո կտանեն քննչական հարցաքննության։ Հիմա դուք ձեր ոտքով ուզում եք գնալ քննչական։ Ինչ غلط ուզում են թող անեն։ Հիմա գնում եք ավտոտնակի դուրը բացել։ Հա, հեսա մի վարքան։ Չենք ինչ կարգավիճակ ունի։ Ես ազատ դարամաս մասնակցում եք քննչական։ Չենք ինչ կարգավիճակ ունի։ Իմ կարգավիճակը որ ասեք, ես կասեմ մասնակցում եմ թե ոչ։ Կարա Իմ կարգավիճակը այս process-ի շրջանակներում կարող է գնա ազատա կարա գնա։ Որևէ կարգավիճակ չունեմ։ Ես պատասխանում եմ մենակ պարոն Թևանյանի մեկ հարցի։ Ձեզ ասել ենք, որ կարող է գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Իսկ եթե չեմ ուզում գնամ կենտրոնական ընտրական հանձնաժողով, մասնակցել քննչական իսկ եթե ուզում գնալ, ասենք իշոր տեղ։ Բացեք էլի դուրը։ Որ ուզում եք կարա գնա, կարգավիճակ չունի։ Հա, բեր։ Ցանկանում եք ասել։ Չէ, չեմ ուզում։ Նայեք, այս մեկը սեղմում եք։ Գնալ պարոն Թևանյան, հիմա այնտեղ այս պահին ձեզ նկատմամբ հետապնդում հարուցելու հարցն է քննվում։ ԿՀ-ում այդ թեման ինձ հետաքրքիր չի։ ԿՀ-ի որոշումները տվյալ դեպքում երևի կանխորոշված են, ինձ հետաքրքիր է քննչական կոմիտեն։ Ես կուզենայի, որ միասին մենք հիմա գնանք քննչական կոմիտե, ասեմ հրապարակեք այն ապացույցները, որով այդպիսի մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին, տեսնեմ ինչ են անելու։ Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը հրահանգ տվել է իրենց արդեն տեքստը ասեն, թե ինչ է, ինչ չի, թե չի տվել, այդ դրանք տեղակ չեն։ Հիմա գնանք քննչական կոմիտե, ես ուղիղ իմ ոտքով գնամ, ասեմ, ահա եկել եմ, հասկանում եք մարազմը որն է ժողովուրդ, իրանք մեղադրում են պետական դավաճանության մեջ, այս պետական դավաճան Նիկոլ Փաշինյանն էլի, պետական դավաճանության մեջ մեղադրում են նախապես անոնս է տալիս, անոնսից հետո հայտարարություն է անում, հայտարարությունից հետո 2 օր անց ես այստեղ կանգնած ձեր հետ ասուլիս եմ տալի, ասուլիս եմ տվել, գնացել եմ երթ հավաք եմ արել եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մարազմը ինչ-որ աստիճան պետք է լինի, եւ թող իրանք այդպիսի մահացու մեղադրանքներ են ներկայացնում, նշանակում է ինձ օր առաջ պետք է մեկուսացնեին։ Հիմա ասում են դուք ազատ եք, կարող եք գնալ չգիտեմ, ձեր գործերով կամ նիստի մասնակցեք եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց խիչ չեմ կարական։ Լավ։ Սա է, հասկանում եք, դրա համար ես ուզում եմ, որ դուք էլ որպես լրագրող ինձ էլ հետաքրքիր կլինի։ Միասին գնանք քննչական կոմիտե եւ գնանք ասենք, բա եկել ենք, բա ինչ կա, մի հատ ասեք, պատմեք։ Կոմիտե որ, չգիտեմ, վարչությունն եք հիմա պատրաստվում գնալ կենտրոնական։ Որտեղ է այդ հասցեն։ Երևան քաղաքի։ Դե գնանք Մամիկոնյան ժողովուրդ։
Գնանք հասկանանք ինչ են ուզում ընդհանրապես, որովհետև այս անհեթեթությունը, այս մարազմը, որ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է, այս հոգեվարքի մեջ, որ հիմա գտնվում է, ու նաև ասենք այդ տեղեկություններ կային, որ ասենք Զելենսկուն են փորձում հաճանալ, որովհետև ես Դոնբաս էի այցելել մեր թիմով, եւ փաստորեն ստացվում է, որ Զելենսկու պես կենթանին Հայաստանում կարող է ինչ-որ հարցեր լուծել ու Հայաստանը տանել ուկրաինացման ճանապարհով։ Սա անհեթեթություն է նորից։ Գնանք միասին բարձենք, եթե մեղավորություն կա, թող ասեն այս ապացույցները հրապարակեք հիմա այդ ամբողջ ապացուցողական բազան հրապարակվել։ Աղտնիքի ձելնելով չեն հրապարակել։ Աղտնիքը որն է հիմա ցանկացած մարդու հասկացա, բայց նայեք որն է խնդիրը, հիմա մարդու վրա պիտակ են կպցնում, ասում են շո նախաքննական գաղտնիք է։ Հիմա օրինակ իրանց գործնեության արդյունքում արդեն մի ժամ ու կես է 7 օր ԵՄ զրկվել է եթերից։ Իսկ 7 օրը եմին ինչու զրկեցին, դա չհասկացա, այսինքն ինչ հիմքով։ Ես դետալները չեմ կարող ասեմ, կապելու խնդիր չի։ Տեխնիկական պրոցեդուրալ հարցեր կան, որոնք այնպիսի բաներ են արել, այնպիսի գործողություններ են արել, որի արդյունքում 7 օր ԵՄ զրկվել է եթերից այս քարոզչության փուլում։ Սա ուղիղ միջամտություն է քաղաքական եւ ընտրական գործընթացներին եւ ես հիմա կուզենայի տեսնել թե այն հայտնի կազմակերպությունները մամուլի ազատության, խոսքի ազատության ինչ են ասելու են որ ամեն ինչ նորմալ է 7 օր ԵՄ հսկայական տասնյակ հազարների այցելուներ ունի օրական հիմա այս քարոզչության փուլում իրանք որ մեզ զրկում են 7 օր ԵՄ-ից դա նշանակում է քարոզչական թթվածինից զրկել մեզ նաեւ դա իմ պաշտպանության համակարգն է, չէ՞։ Հիմա իրանք լուտանքները թափել են, ասում են նախաքննական գաղտնիք չհրապարակեք, թե չէ նոր բաներ կհարուցենք, ու արդյունքում իրանք շամպես հաչան իմ դեմ, ես էլ ասենք զրկվեմ հնարավորությունից պատասխանելու, այդ թվում մեր լրատվամիջոցի միջոցով։ Չնայած վերևում ասացիք, վերելակի, քանի որ կոդավորված է վերելակը, ձեր կինն է կնոջ հետ որ բարձրացել են այս վերելակը։ Հա, այսինքն իրեն կոդը չեն իմացել նախապես։ Չէ, միասին են բարձրացել։ Հիմա առաջարկում եմ տեղափոխվենք քնչական այդ բանի վրա, այդ Մամիկոնյանցի վրա եւ իրար հետ գնանք, ասենք, կարող եք ինձ էլ ասել, հեսա բերել ենք ձեր պատկերացրած մարդուն գնանք տեսնենք ինչ են անելու։ Չէ, ինձ հետաքրքիր է շուտ։ Ձեզ հետաքրքիր չի, ասենք մենք ընտրությունների մասնակցող գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկն ենք եւ այդ ուժերի ցուցակի երկրորդ համարի մարդուն այսպեսի հետապնդման են ենթարկում։ Նաեւ ես տեղեկացա, որ Մարտուն Գրիգորյանի հետ կապված ինչ-որ հարց եղավ, անկեղծորեն տեղյակ չեմ, որովհետեւ առավոտվանից այս այսպես ասած մասկի շոուի մեջ ենք, բայց սա խոսում է մի բանի մասին, որ Բարգավաճ Հայաստանը ցուցակի դեմ եւ կուսակցության դեմ եւ թիմի դեմ հարցակում է իրականացվում։ Սա է ամբողջ խնդիրը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր մարմնի բոլոր մասերը եւ հատկապես իր սիրելի մասը, որ պատարոտում էր ժամանակին խոսում էր ազատ խոսքից, ազատ մամուլից, ուր մնաց դեմոկրատիայի բաստիոնը եւ այլն։ Չնայած մենք ոչ երբևէ չենք հավատացել այդ ամեն ինչին, բայց հիմա շատ ուղիղ մենք տեսնում ենք թե ինչ է տեղի ունենում ու փաստորեն երևի, չգիտեմ, Ֆիդանի, Մակրոնի եւ մյուսների աջակցությունը իրեն թևեր է տվել, դրա համար այսպեսի վարքագիծ է դրսևորում։ Այդ մեղադրանքները այնքան անհեթեթ են, որ դրանց նույնիսկ առանձին իմաստ չունի անդրադառնալը։ Խնդրեմ, ես սպասում ձեզ քնչականում գնանք, միգուցե տեղում ինչ-որ մեկը հայտնվի եւ բացատրություն տա։ Հիմա մենք տեղաշարժ ենք ապրում։ Այսինքն քնչական ձեզ չեն կանչում։ Ոչ մի բան չեն ասի։ Ես կարգավիճակ չունեմ ժողովուրդ, այս գործով ես ոչ վկա եմ, ոչ մեղադրյալ եմ, ոչ, չգիտեմ, կարգավիճակ չունեմ։ Որոշում են մի հատ բերե դատարանի, որ պետք է խուզարկեն մեր գրասենյակը, մեկ էլ պետք է խուզարկեն մեր բնակարանը եւ հիմա խուզարկում են իմ ավտոտնակը։ Հիմա ասենք իդեպ ես չգիտեմ հիմա, ասենք չեմ էլ ուզում նայեմ, ինչ ուզում եմ թող խուզարկեն։ Վանյան, ինչ եք ակնկալում քնչականը, ինչ պատասխան պետք է տա ձեզ։ Չասեմ եկել են բռնեք։ Դուք եք չէ այդ դե եկել են։ Ուշ ինչ անեմ ժողովուրդ։ Ուրեմն ինչ անեմ, ես իրենց կալանավորեմ։
Դե հիմա Ձեր ավտոտնակում ինչ կա Թևանյան։ ավտոմեքենա ուրիշի պետք է։ Կարող եք գումարներն էլ։ Անդեր եմ։ Ձեզ առավոտվանից հետաքրքրում են գումարները։ Այդ հարցով մենք իրար հետ առանձին կպայմանավորվենք։ Չէ, պետք չէ։ Մենք ճանապարհով ձեռք բերված գումարներ պետք չի, եթե իհարկե կան այդպեսի։ Չէ, դա լավ, ասենք, նես տպավորությունն է, որ այդ թեմա ավտոտնական ինչ պետք է ավտո, դա ավտոմեքենա մնացած, չգիտեմ։ Կարևորը չքանդեն ամբողջ Ինչ միացա, ինչ որ բան հայտնաբերեցի։ ատոմային ռումբ։ Ինչ էի կանել։ Դե ատոմային ռումբը ամեն բնակարանում պետք է մի հատ ատոմային ռումբ լինի, չէ։ Չնչեցնեք։ Չէ, չենք հնչեցնի։ Ատոմային ռումբը դա Հայաստանի անկախության, անվտանգության երաշխիքն է եւ յուրաքանչյուր բնակարանում պետք է լինի։ Ձեր կարծիքով այսօր ձեզ կկալանավորեն։ Բա գնանք քնչական պարզ ենք ժողովուրդ։ Դա այդ եմ ասում։ Հիմա դուք գնում եք քնչական։ Հա, գնում եմ քնչական ժողովուրդ, անկեղծ առաջարկում ձեզ գնանք քնչական կոմիտե։ Գնեք, պարոն Թևանյան, դուք ձեր սեփական նախաձեռնությամբ եք գնում, թե իրենք են ձեզ։ Չէ, ես հիմա ազատ եմ, ինձ ասում են դու կարգավիճակ չունես, դու ազատ ես։ Մեր տունը սա բանը։ Բա գնամ ասեմ, ինչ եք տարածես, հələ մի հատ ապացուցեք, եկել եմ, կամ չգիտեմ, եթե բռնելու բան կա, բռնեք, ձերբակալեք, կալանավորեք, ինչ ուզում եք արեք։ Եկել են մեր գրասենյակը ոտից գլուխ ասենք ավիրել են։ Մեր տունը ոտից գլուխ ավիրել են հուզարկության բանը։ Դուք որ մտաք տուն, արդեն զարգություններ իրականացել։ Ոչ, Իսկ նրանք տանը եղել էին միջև ձեր։ չէ։ Ինչև իմ գալը եղել են, բայց կինս տանն էր եղել դրա համար։ Իսկ ինչ ճանապարհով էին ձեր տուն գնացել։ Կինս էր բացը։ Իրանք այսպես էին ձևակերպում, որ մենք եկանք, տեսանք, որ հարևանը իջնում է, ասացինք մի փակեք, տենց ինչ-որ Իսկ այդ հարցակումը որ ներկայացվեց։ Այդ դա մի քանի օր առաջ է եղել, ժամանակ ընդհանրապես նշանակություն չէի տվել դրան, բայց հիմա չեմ կարող ասել։ Օրինակ ես չգիտեմ մեր վերելակի դուռը ոնց է բացվել։ Ես եկա տեսա իրանք բացել էին արդեն։ Այս ընթացքում բազմաթիվ հարցեր առաջացան, հա, թե ինչպես է որ դեպի ձեր տուն վերելակ է դրված, դուք մինչև գնելը ունեիք այդ կար այդ վերելակը, թե ձեր գնելուց հետո։ Այդպես է եղել։ Այսինքն դուք Թղթով, բանով, ամեն չէ, վերելակը։ Չէ, ամեն Ինչ սպասարկում վերելակ։ վերին հարկերին։ Բայց դա այդպես է բնակարանը կառուցված է։ Սովետ միության թաքնված հմայքներից մեկը։ Սա Ջորջան, ես ձեզ սպասում քնչական։ Մամիկոնյաց, չէ։ Հա, գնանք քնչական, մի հատ ճշտենք։ Իսկ որտեղ անկեղծ եմ ասում, պատկերացրեք մի հատ ձեր վրա։ Գալիս են ձեր տուն, խուզարկում են, թափում են եղած չեղածը, ասում ես ես ինչ կարգավիճակում եմ, ասում են ոչ մի։ Ասում ես բա ինչ եք խուզարկում, ասում են դատարանի որոշում կա, ասես բաներ են գրել։ Ասում եմ հետո դե խուզարկում են ինչ-որ բաներ են ընդհանրենք դիտարկում, նախ վնաս են տալի 7 օրին, 7 օր եմ կայքին, հետո էլ ասում են դե լավ դու ազատ ես։ Այդտենց չի, բան չի ստեղած, հələ մա ձեր վրա վերցրեք։ Չէ, գրասենյակը տունը ավտոտնակը։ Ոչ մի տեղ չկա որտեղ։ Քնչականում գնանք, մենք էլ իրանց խուզարկենք։ Հարցաքննենք իրան, լուրջ եմ ասում, հարցեր տանք, պատասխաններ ստանանք։ Հասկանանք ինչ ենք անում։ Թե չէ։ Օրինակ ես կարծում եմ ավելի շատ էսի խոչընդոտում էր նշանակում։ Մի օր եկել են խուզարկեցին ամբողջ օրը ձախողեցին քարոզությունը։ Մի ուրիշ օր կարող կանչեն, ասեն մենք ձեզ հարցեր ունենք տալու հարցաքննության ժամերով գնացինք այդտեղ կորավ։ Հետո մյուսը կորավ, մյուս օրերը կորան, քարոզությունը այդ մասով ձախողեցին, իմ մասնակցության մասով ու վերջացավ։ Հետո կասեն կներեք։ Բռնի գործողություններ իրականացնել ձեզ բերման ենթարկեին, գցեին գետնին։ Հա, եւ Նիկոլ Փաշինյանի սիրած ձևով։ հետո վերջը։ Տարօրինակ չի որ այդպես չեն անում։ Հիմա ես պետք է իրանց փոխարեն պատասխանեմ, թե իրանք ինչի այդպես չեն արել։ Դա մարզում է։ Այսինքն դուք ինչ եք ուզում, որ իրանք այդպեսի գործողություն գնային։ Չէ, ուղղակի տարօրինակ է նաև, որ դուք որևէ կարգավիճակ չունեք, բայց Իսկ տարօրինակ չի, որ այդ մարազմատիկ տեքստը հրապարակել են։ Քանի չոր քո տանիկա որ կհավատա դրան։ Մեկ մարդը Նիկոլ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Նիկոլ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Պարոն Թևանյան, դուք պատասխաներումից եք ակնկալում քնչական կոմիտեի նախագահից։ Գնանք տեսնենք ով կա այդտեղ։ Ընդդեմ հերթապահ
կլինի կգնամ կասեմ ես ինչ անես, եկել եմ ձեր մոտ, բարև ձեզ։ Սենց պետական դավաճանության մեղադրանք են հնչեցրի, ես հիմա ձեր մոտ եմ։ Եկել եմ բարև ձեզ, ես եմ։ Հիմա մի հատ հասկանանք, էլի իրոք անկեղծ է զավեշտ ես ուզում հասկանամ ինչով է ավարտվելու։ Ասենք գործողություն են անում, չէ, ասում են էս արի, պետության, ինքնիշխանության եւ այլն, դե։ Չէ։ Հետո ասում են թե լավ, դու ամեն մեկս գնանք իրենց գործերով։ Սեզ էլ չեն բանալավորում, չեն ձերբակալում։ Ես չգիտեմ։ Պետական դավաճանը այնքան։ Հա, իրենց հա, բայց դու բանը վիզ եք դրել այսպես ասած։ Տարօրինակ։ Դե շատ տարօրինակ է, ես հիմա մնացած մասերով արդեն Տիկին Փոստանջյանը մասնակցում է, թե դու մի վարկը Տիկին Փոստանջյան, դուք ներսում եք ուզում։ Ես գնամ Նաև ես ձեզ խնդրանք ունեմ, քանի որ ձեզ չտրամադրեցին որոշումը խուզարկության, ձեր բնակարանի եւ նաև ավտոտնակի հետ կապված։ Պարտադիր ես դե այնտեղ որ ներկա կգտնվի, նրանք կստորագրեն, բայց անպայման որոշումները։ Այսինքն օրինի է, տիկին որոշումը ուղղակի տրամադրել են ծանոթանալու համար, բայց օրինակը չեն տրամադրել։ Օրինակը որոշման չի տրամադրվել։ Օրինակ գրասենյակին ավելի համեմատաբար բանը պատշաճ ձևով էր, այսինքն մեզ էլ օրինակ տրամադրեցին, թե ոնց որ թե մենք քսերոքս արեցինք։ Չէ, մեզ տրամադրեցին մեր պահանջի հիման վրա, այստեղ էլ նույն պահանջը ներկայացրել ենք, չեն տրամադրել։ Իսկ քսերակոպյան տրամադրեցին արձանագրության, ճիշտ է։ Պարոն Թևանյան, դուք երբևէ հետաքրքրություն դրսևորել եք իմանալու 2024 թվականին թե ազգային ժողովում ինչ փակ գաղտնի նիստ է տեղի ունեցել։ Բովանդակությունը ձեզ հետաքրքրել է, թե չէ։ Հարցը որ տալիս եք դրա ենթատեքստը որն է, որ ասում եմ, այո, ես հետաքրքրվել եմ, բոլորն էլ հետաքրքրվել են, իհարկե։ Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հետաքրքրված են այնքանով, որքանով, բայց քանի որ ես նույնիսկ падգամավորության ժամանակաշրջանում գաղտնիության թույլտվություն չեմ ունեցել, որովհետև ես ինքս եմ որոշել, որ չեմ ուզում համապատասխան պրոցեդուրաներ անցնել եւ համարել եմ դա սխալ, որովհետև առաջնային մանդատ ունեցողը չպիտի ավելի ցածր կարգավիճակ ունեցող մարմնին ինչ որ հաշվետվություն ներկայացնի, ինչ որ հայտարարագիր լրացնի, ինչ որ բաներ ապացուցի, որ իրեն թույլ տան գաղտնիություն, ես ասում եմ, ես խնդիր չունեմ, չեմ մասնակցի եւ մի շարք ընդդիմադիր падգամավորներ հրաժարվել են դրանից։ Իսկ ինչ վերաբերում է այդ նշված 24 թվականին, ես այդ ժամանակ падգամավոր չեմ եղել արդեն։ Դե դրա համար եմ հարցնում, նիստի բովանդակությունը, որտեղ Միրզոյանը, փոխվարչապետը, ընդդիմությանը Հայաստանում ձեզ հետաքրքրել է, թե ոչ։ Բոլորին հետաքրքրել է այնքանով, որքանով որ մենք քաղաքացի ենք, մասնավորապես ինձ որպես քաղաքական մարդ։ Բայց այս իշխանությունների անլրջությունը, մարազմը կայանում է այն բանի մեջ, որ ուրեմն նախ այս իշխանությունների գործողություններից մենք բոլորս տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից եւ երկրորդը այս իշխանությունների պարագայում խոսել գաղտնիության մասին ծիծաղել է, որովհետեւ շատ դեպքերում իրենց կողմից վերահսկող լրատվամիջոցների կամ այլ լրատվամիջոցների էջերում հայտնվում են ամբողջական տեքստերը այսպես կոչված գաղտնի նիստերի մասին։ Այդ ինչ գաղտնիք պետք է ասեն, որ մի հատ էլ հետաքրքրվեինք, մենք գիտեինք, որ օրինակ բանը, չգիտեմ, Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգն են սպասարկում։ Ինչ գաղտնիք կար դա պարզելու։ Այն էլ 24 թվին, 22 թվին իրանք գաղտնի էին պահում, որ Արցախը ուզում են հանձնել։ Ես ազգային ժողովի ամբիոնից առաջին օրվա հոկտեմբերի 7-ի հայտարարություն ունեմ, կարող եք համացանցում նայել։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարություն են արել, թուղթ են ստորագրել։ Ես ամսի 7-ին, 8-ին, 9-ին լսումների մակարդակով եւ այլնի մակարդակով հայտարարել են, որ դուք հանձնել եք Արցախ Ադրբեջանին։ Այն օրերին դրանք պնդում էին, որ ոչ, այդպիսի բան չկա, դա սուտ է, ընդդիմությունը հերթական սխալ բաներն է ասում եւ այլ։ Հիմա ինքը ասում է, այո, ես դա արել եմ եւ դա գիտակցված եմ արել։ Դուք ասում եք, որ դուք այդ ժամանակահատվածում падգամավոր չեք եղել, ձեր մանդատը վայր եք դել։ Քննչական իր հաղորդագրության մեջ ասում է, որ
ապօրինի եք ստացել այդ ամեն ինչը, ձեզ օգնել է։ Լավ է, դա ինչ մի տեղեկություններ էլ Արարատ Միրզոյան, հա։ Արարատ Միրզոյանը դա ինչ պետք է ասել, որ մենք չգիտեինք։ Ամբողջ աշխարհը չգիտեր։ Արարատ Միրզոյանը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի падգամավոր են եղել, բայց չեն հիշում։ Լավ, հիմա դուք ասենք դա ապուշություն է, այսպես ասեմ։ Այն ինչ որ հայտարարություն են արել, ընդհանրապես չի համապատասխանում։ Դուք իրավապահ մարմիններից, քննչական կոմիտեից հարցնեք, արդյոք որևիցե մեկը այդ լսումների ժամանակ ինչ որ մի բան գաղտնիության վերաբերյալ ստորագրել է։ Այսինքն, եթե փակ է եղել, դեռ չի նշանակում, որ գաղտնի փաստաթղթերը իրենց ստորագրությամբ տրված է եղել եւ նրանք ունեցել են պարտավորություն ինչ որ X1-ին չփոխանցելու, որն էլ այդ X1-ն էլ ինչ որ X Y-ի չփոխանցել։ Այսինքն ասածը հետեւյալն է, որ եթե նույնիսկ եղել է քննարկում, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ որ մի փաստաթուղթ է քննարկվել, որը եղել է գաղտնի եւ հասանելի է եղել որևիցե մեկին։ Այսինքն ինչ որ քննարկվել է, հավանաբար քննարկվել է փակ եւ գաղտնիության հետ կապված խնդիր այստեղ չի կարող հարուցվել։